Ողջույն բոլորին, այս տեսանյութում նոյեմբեր ամսվա անակնկալն է, իհարկե բարենպաստ անակնկալը, որը անում ենք միշտ 12 քարտով, իսկ մյուս ալիքում, որտեղ որ ներկայացվում է միայն չինականը, այնտեղ կլինի յուրաքանչյուր, ինչ որ անակնկալ, այսինքն եւ լավը եւ վատը։ Եթե հետաքրքրում են նաեւ թե էլ ինչ կարող է լինել, բացի այս, որ ես կասեմ, ապա կարող եք նաև այնտեղ էլ նայել։ Դա նոյեմբեր ամսվա համար է, ընդամենը գոյություն ունի 12 քարտ, ուսում ճիշտ եմ հանել։ Այո, որտեղ ինչ-որ բաներ հանել եմ, ինչ-որ բաներ ավելացրել, տեղը փոխել։ Դա այդ քարտերը խառնում եմ եւ հերթականությամբ դասավորեմ։ Այստեղ ոչինչ չկա վատ բան։ Բացարձակապես ուղղակի թե որ ոլորտն է ընկնելու, միայն դա է, որ ոլորտում է ձեզ մոտ լինելու փոփոխություններ։ Միգուցե նաև մտածեք, որ ինչ որ ոլորտի մասին է, ինչ որ ձեզ անհանգստացնում է, հետաքրքրում է։ Ահա, ինչ է սպասվում բոլոր 12 նշաններին, ինչ անակնկալ է իրեն սպասվում նոյեմբեր ամսվա։ Ճակատագրական կիսում է սա նշանակում։ Ահա, եւ կսկսենք բնականաբար խոյերից, տեսնենք ինչ է ընկնում խոյերին։ Եվ այստեղ նաև նշանակում է սա այգի քարտն է սա, որը որ ցույց է տալիս ուրախություն մեր կյանքում, հանդիսություններ, որովհետեւ արարողություններ։ Եվ այս նոյեմբեր ամսին ավելի շատ կլինեն առիթներ, ծնունդներ շատ կլինեն, ուրախության առիթներ շատ կլինեն, մենք գուցե ինչ-որ բան եմ, որ ուղղակի ուրախանաք դուք։ Հասարակական միջոցառումներ, որտեղ նաև դուք կմասնակցեք, կլինեք այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան, կամ դուք ինքնդ ուրախություն կստեղծեք ձեր տանը, առիթներ կստեղծեք եւ կուրախանաք։ Կարող երեխա է ծնվում, հարսանիք է, նշանալություն, կամ ծնունդներ են շատ, կամ ինչ-որ բաներ կլինեն ձեր ընտանիքում, որ կնշեք, ինչ-որ մեկին կարող վերաբերվել։ Չեք ցանկանա աշխատել, անընդհատ կցանկանաք հանգստանալ եւ ուրախ ժամանակ անցկացնել, ավելի пассив կարող եք լինել աշխատանքում եւ ավելի շատ կցանկանաք վայելել կյանքը։ Ավելի նաեւ հասարակական կյանքը, որ կարող է ինչ-որ մի ձևով հայտնի եք դառնում, ինչ-որ մի գործողություններ եք անում եւ հայտնի եք դառնում։ Եվ տեսնենք ցուլերին, ուրախություն է սա, ինչ որ ուրախ պահեր են լինելու ձեզ մոտ, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում, անընդհատ, անընդմեջ, որովհետեւ պահեր կարող են լինել, այլ լոտո շահեք, այլ ամուսնության առաջ, սա ես գցել եմ, այս քարտը վերցրել եմ յուրաքանչյուր ոլորտի համար, մեկը աշխատանքի կընդունվի, մեկին սիրախոստովանություն կանան, մեկը կսիրահարվի, ինչ որ մի պահեր են, որոնք կմտնեն ձեր կյանք, յուրաքանչյուր ոլորտը մեր կյանքի եւ դրանով կուրախանաք, միգուցե մարդկա մեծ պատվեր է ստանում կամ խանութ է բացում կամ ինչ որ բան տեղափոխվում է ավելի լավ բնակարան, վերջապես վերանորոգումն է ավարտվում, տեղափոխվում են նոր տուն եւ այլն, յուրաքանչյուր բան, որը որ մարդուն ուրախացնում է, յուրաքանչյուր կյանքի ոլորտ, դուք այդպես կուրախանաք։ Ես այդ քարտը դրա համար եմ վերցրել։ Ուրախանաք նաև ձեր երեխաների համար, ձեր ծնողների, ձեր թոռների համար, մի խոսքով ինչ որ պահեր են սրանք։ Գուցե ինչ որ մեկն է վերադառնում տուն, բանակից են վերադառնում տուն եւ այլն։ Ինչ որ կա մեր կյանքում։ Այնպես որ բարձր տրամադրություն, էներգիայով կլինեք, որ կարողանաք շատ աշխատել, լավ աշխատել, ամեն ինչ լավ անել այս ամիս։ Դե անակնկալը դա հենց ուրախությունն է, որը որ գալու է ձեր կյանք։ Տեսնենք հաջորդը,
Հաջորդը եկվորյակներն են, հենց աշխատանքին է վերաբերվում, բնականաբար, այստեղ կամ ովքեր որ կարող եք նաև գտնել այնպիսի բժշկին ում որ ցանկանում եք որ նա վիրահատի ձեզ, հա, կարող եք գտնել տվյալ անձնավորությունը, կարիերայի բարձրացում, պաշտոնիստ անձնում, աշխատանքում առաջ խաղացում, բիզնեսում առաջ խաղացում, բարձրում, կա նաև հեղինակություն, սա կարող է լինել, որը ձեզ մոտ կլինի եւ ինչ որ անսպասելի դա ձեզ համար կլինի։ Նաև անսպասելի ուսման կենտրոն, հա, կարող եք գնալ ինչ որ միտեղ ընդունվել, սովորել, չեք սպասում այնակ որ այդ տեղը ձեզ կընդունեն, հա, եւ միամիտ այդպես անսպասելի ընդունում են։ Դե այս քարտը միայն բարձրունք է ասում, հա, առաջ խաղացում է, միայն դա է, որ անսպասելի մեկ էլ կարող են կանչել, որ այ դու հիմա կլինես այս բաժնի ղեկավարը, այս սա կլինես եւ այլն, հա, դա է անսպասելին։ Եվ նաև ուսումը, միգուցե կանչում են եւ ասում են, որ դու արդեն անվճար ես սովորում, կամ ձեր տեղը վճարել են, եւ դա եւս, հա, անակնկալ է այդ ուսման կենտրոնի հետ կապված։ Սա նաև բանկերն են, դատական գործընթացները, որոնց հետ կապված ինչ որ անսպասելի ոչ մի բան տեղի կունենա։ Միգուցե վարկեք ձևակերպում տալիս են, միգուցե դատական գործընթացների վերջո տեղից իրար գալիս, ինչ որ բան է, պետական հիմնարկության հետ կապված նաև։ Եվ տեսնենք հաջորդը խեցգետիններն են, խեցգետիններին սա նշանակում է առողջության քարտն է, ամենաառաջինը, առողջությունը կբայելավի, եթե դուք շատ եք մտահոգված ձեր առողջությամբ, չեք մտածի այլևս եւ չեք անհանգստանա այդ մասին, ամեն ինչ կբայելավի ձեզ մոտ եւ ձեր հարազատների մոտ նույնպես թեթևանա վիճակը։ Եթե դուք պետք է վիրահատության գնաք, ապա այն շատ հանգիստ եւ թեթև կանցնի։ Նոր ընտանիք, եթե ցանկանում եք, ընտանիքի վերամիավորում, ընտանիքում համալրում, ապա կարող է անսպասելի գալիս նախկինը ասում է ուզում ենք էլի միանանք, էլի ապրենք իրար հետ եւ այլն։ Կարող է ամուսնանաք եւ երեխա ունենաք, նաեւ ձեր երեխաները ամուսնանան, այդպես թորնեք ունենաք։ Նաեւ այս ամսին կարող է երեխա ծնվել ձերը կամ քրոջ եղբոր, կամ կարող եք հղիանալ, ավելի երիտասարդ կզգաք ձեզ ամբողջ ամսվա ընթացքում, կփոխեք ձեր արտաքին տեսքը, մազերը եւ այլն, կարող է նաեւ պլաստիկ վիրահատություն եք ցանկանում անել, դա եւս հաջող կանցնի, բայց մի մոռացեք նոյեմբերի 9-ից Մերկուրին հետադարձ է։ Չնայած պլաստիկի վրա ինքը այդքան չի ազդում, բայց համենայն դեպս այնտեղ գրառումները կամ չգիտեմ ոչ ճիշտ չափագրման եւ այլն, այդ նման պահերը կարող են լինել։ Ամսվա ընթացքում ավելի շատ կլինեք ձեր ընտանիքի անդամների հետ կամ կարող եք տեղափոխվել ձեր ծնողների տուն կամ իրենք գան ձեր տուն այս մեկ ամիսը մնան կամ դուք եք գնում հայրենիք, եթե դրսում եք ապրում այնտեղ մնում եք մեկ ամիս ձեր ծնողների տանը։ Նաեւ դանդաղ հաջող ինչ որ մի բան է, եթե օրինակ բիզնես եք ստեղծել կամ ոչ աշխատանքի ինչ որ մի բան է, զգում եք դանդաղ է ընթանում, եւ ինչ որ հենց այդ անակնկալը նա կլինի այս բային, որ կզգաք, որ ամուր է, հա, ամրանում է, ոչ թե դանդաղ է գնում, հեսա ձեզ կհանեն օրինակ աշխատանքից կամ դուք ի վերջո կփակեք այդ բիզնեսը, այլ այդ ինչ որ մի բան տեղի կունենա, ոչ հետո դուք կզգաք, որ չէ, սա ավելի շատ արմատներ է խրում, քան ինքը ուզում է աճել եւ հետո քիչ-քիչ ինքը կաճի։ Դե այսքանն էր անակնկալը, նայենք, տեսնենք ինչ է սպասվում առյուծներին։ Դե բանալին ընդհանրապես ամեն ինչի բանալին է, մարդը բանալին ձեռքում եւ կարող է փակել եւ կարող է բացել։ Սա հաղթանակի բարձրունքի քարտն է, դա կարող է լինել աշխատանքում, ձեր գործերում, նաեւ բիզնեսում նույնպես։ Ձեզ համար նոյեմբեր ամիսը կարող է լինել այն ամիսը, որը դուք հաջողության կհասնեք ձեր աշխատանքում, կարիերայի բարձրացում տեղի կունենա, սպիտակ գծի ժամանակն է գալիս ձեզ համար, բոլոր դժվարությունները կմնան անցյալում եւ ամեն ինչ կորոշվի ձեր օգտին։
Նաև կարող եք անակնկալ ստանալ բոնուս աշխատավարձից, պաշտոնի աշխատավայրից, բոնուս ստանաք, նաև կստանաք լավ նորություններ, միգուցե աշխատանքի հետ է կապված, աշխատանքի ընդունվեք, դեսա միայն աշխատանքը չի, հաջողությունը յուրաքանչյուր տեղում է։ Եթե չեք աշխատում, կարող եք ընդունվել աշխատանքի եւ ամեն ինչ ձեզ մոտ շատ լավ կստացվի եւ շատ հեշտ։ Բոլոր դռները բաց են ձեր առջև այս ամսվա ընթացքում, բանալին ձեր ձեռքում է, որտեղ ցանկանաք, ինչ խնդիր ցանկանաք, հանգիստ կարող եք լուծել։ Ինչ ցանկանաք, կարող եք նաև անել։ Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ հարաբերությունները կանգնեցնել, կարող եք բանալիով փակել դուռը եւ վերջ։ Ավելի հեշտ կլինի դա անել այս ամսվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար։ Տեսնենք կույսերին։ Nek կույսերը սա ցանկության քարտն է, որ ձեր ցանկությունները այս ամսվա ընթացքում կիրականանան, այնինչ որ դուք պահել եք, երազանքների իրականացում է սա նշանակում։ Եվ անգամ այն երազանքները, որոնք դուք մտածում եք, որ անհնարին է, որ իրականանա, դրանք եւս կիրականանան։ Եթե դուք գիտեք, թե ինչ եք ցանկանում, ապա եթե գնաք այդ ուղղությամբ, հենց ամեն ինչ հեշտ կստացվի։ Ոնց որ մարդը նպատակ է դրել իր առջև, գիտի ինչ է ուզում եւ գնում է այդտեղ, դժվարություններ չկան բնականաբար։ Ոչ մի քարքարոտ, ոչ մի խոչընդոտ։ Աստված ձեր բոլոր գործերում ձեզ կաջակցի։ Ձեր տաղանների շնորհիվ կարող եք հասնել ինչ-որ արդյունքների։ Կարող եք այս ամիս ճանաչվել, հեղինակություն ձեռք բերեք, ինչպես աստղ։ Ձեր գործունեությունը ավելի շատ կճանաչվի, առաջ կարող եք գնալ ձեր հոբին, մարդիկ սկսեն ձեզ ավելի լավ ճանաչել, ձեզ ավելի շատ գնահատել, ձեր աշխատանքը նույնպես։ Եթե ցանկանում եք երիտասարդացման հետ կապված ոչ թե պրոցեդուրաներ անել, ապա փոխել ձեր տեսքը, այնինչ կապված է գեղեցկության հետ, ապա հանգիստ կարող եք անել, բնականաբար։ Կարող եք գտնել լավագույն մասնագետին, լավագույն բժշկին եւ կստանաք ձեր ցանկացած արդյունքները, այն ինչ որ դուք եք ուզում, բայց դե մինչև նոյեմբերի սկիզբը, դա մինչև 9-ն է։ 9-ին արդեն փոխվում է, բայց պետք է հասկանանք, որ մի քանի օր այսու են գոհ։ Սա նաև հյուրեր են, որոնք որ կգան հեռվից, կարող եք դուք գնալ ոչ թե հեռու տեղ եւ մեկ ամիս մնալ այնտեղ կամ գան ձեր տուն, ձեր տանը մնան։ Եվ ամբողջ ամսվա ընթացքում Աստված ձեզ հետ կլինի, ձեր կողքին եւ ամեն հարցում կաջակցի ձեզ։ Այսքանը ձեզ համար հաջորդ նշանը դա կշեռքն է եւ բնականաբար երեխան եւս ամենահիանալին է։ Նորություններ է սա, մեկնարկ է, նոր բան կմտնի ձեր կյանք, նոր հնարավորություններ, նոր առաջարկ եւ աշխատանքում եւ բիզնեսում։ Նոր բիզնես կարող եք բացել, կարող եք հղիանալ կամ ծննդաբերել կամ այս ամիս ավելի շատ լինեք երեխաների շրջապատում կամ ընդունվեք այնպիսի վայր աշխատելու, որը կապված է երեխաների հետ։ Կարող եք ամիս ուղղակի որոշում եք երեխայի խնամքով զբաղվել, նման աշխատանք անել։ Ոմանք նոր աշխատանքի կանցնեն, ձեր կյանքում որևէ փոքր, բայց նոր սկսվող բան կմտնի։ Դե երեխաների հետ կապված հաջողություն կամ իրենք կարող են հղիանալ, երեխաներ ունենալ։ Երեխաներից կամ թորներից լավ լուր կլսեք, լավ նորություն, գուցե իրանք են որոշում ամուսնանալ կամ բիզնես բացել, կամ երեխա ունեցել ձեր անունն են դնում։ Ինչ որ մի լավ բան է, որ անակնկալ է ձեզ համար։ Եվ գնայինք կարիճներին, սա ամենալավ քարտն է, հա, ում որ ընկնում է, դա նշանակում է այս ամսվա հաջողակը ինքն է, այդպես ընդհանրապես ինքը հաջողության քարտն է, միայն, եւ սա ընդհանրապես բոլոր ոլորտներն է ցույց տալիս, ինչպես որ արևը, բոլոր ոլորտներում հաջողություն, բոլոր, ավելի հեշտ կլինի։ Հաջողություն կարող է լինել ուսման մեջ, աշխատանքում, կարիերայում, բիզնեսում, առողջության մեջ, ամեն տեղ։ Ինչով որ զբաղվում եք, այդ ամենում հաջողություն է սպասվում, հատկապես ճամփորդելու հետ կապված հարցերում սպասվում է եւս հաջողություն։ Եթե ուզում եք ճամփորդել եւ խնդիրներ էին առաջացել, ապա այդ ամենը կանցնի։ Այն ինչ որ կլինի, ձեզ համար այդ բոլորը երջանիկ փոփոխություններ են լինելու միմիայն։ Անձնական կյանքը կարող է փոխվել։
ինչ հաջողություն է որ լինի եւ ինչ էլ որ ձեզ հետ կատարվեն, դա ճակատագրի կողմից է լինելու։ Ուղղակի դուք պետք է վերցնեք այն ինչ որ տալիս է ճակատագիրը եւ վայելեք այս ամսվա ընթացքում։ Ավելի թեթև կզգաք ձեզ ամբողջ ամսվա ընթացքում։ Ամենահաջողակ քարտն է բոլոր քարտերի մեջ, բոլորս գիտենք, եթե նայում եք ամենօրյա կանխատեսումները, բնականաբար։ Այն ինչ կտա ճակատագիրը այս ամիս պարզապես վերցրեք եւ շնորհակալ եղեք։ Ձեր բոլոր խնդիրները կվերանան եւ ամեն ինչ շատ արագ կվերանա։ Գնանք աղեղնավորներին։ Տունը դե գիտենք սա մեր տունն է, սա մեր ընտանիքն է, սա ամենակարևոր քարտն է, ովքեր որ ցանկանում են տուն ստեղծել, ընտանիք ստեղծել, ովքեր որ միայնակ են, սա եւս դա նաեւ նշանակում է, որ կարող եք տուն գնել, անսպասելի լինի օրինակ ձեր ցանկացած արժեքով տուն գտնեք եւ ընտանիք է սա նաեւ նշանակում ձեր ընտանիքն է միգուցե ընտանիքի անդամների մոտ որևէ անակնկալ մի բան տեղի ունենա եթե ցանկանում եք տեղափոխվել տուն գնել վաճառել ապա այն հաջողությամբ կընթանա Տան հետ կապված փոփոխություններ, տան վերանորոգում անել, տան համար նոր գույք ձեռք բերել, այդ ամեն ինչը կարող եք եւ մատչելի արժեքով գտնել եւ շատ արագ։ Եթե տան հետ կապված խնդիրներ ունեք, ապա այն կարող է վերջանալ։ Եթե տուն չեք գտնում կամ վարձով տուն նայեք, ապա կկարողանաք գտնել։ Կարող եք տուն ստանալ որպես ժառանգություն, տուն եք կիսում ձեր հարազատների միջև դա եւս թեթև կլինի։ Նոր ընտանիք կկազմեք, ընտանիքում որևէ մեկը կարող է ամուսնանալ, ոմանք էլ նորություն կլսեն իրենց ընտանիքի մասին, հատկապես եթե իրարից առանձին եք ապրում, իրենց հեռու եք։ Տեսնենք այդ եղջյուրներին սա ճանապարհ է բնականաբար, որ մարդը կարող է գնալ եւ երկրից դուրս, եթե ցանկանում է, եւ գործուղման, եթե ցանկանում է, ընդհանրապես ճանապարհորդության քարտն է։ Կարող եք հաջողակ ճամփորդություն ունենալ կամ հաջողակ գործուղում։ Շատ կլինեք ճանապարհներին, դա կարող է լինել աշխատանքի բերումով կամ գուցե ինչ-որ հեռու տեղ եք աշխատանքի ընդունվում, որ պետք է անընդհատ գնաք երկար ճանապարհ։ Կարող եք նաեւ ֆիզիկապես շատ շարժուն լինել եւ ամեն ինչ հասցնել այս ամիս։ Չգիտեմ որտեղից անջատվեց, բայց ինչ որ չափով եւս կսկսենք, չգիտեմ ինչու է անջատվում անընդհատ։ Կարող եք նաեւ ֆիզիկապես շատ շարժուն լինել, չգիտեմ ասել եմ սա ձայնագրվել է թե ոչ, ես ուղղակի կկպցնեմ իրար եւ ամեն ինչ կարող եք հասցնել այս ամսվա ընթացքում։ Ուր էլ որ գնաք, ամեն ինչ հաջողությամբ կավարտեք եւ ուր էլ որ գնաք, ձեզ հաջողություն է սպասվում։ Շատ ճանապարհներին կլինեք բնականաբար։ Հաջողություն կլինի ձեր գործերում, առաջ խաղացում եւ զարգացում կլինի բիզնեսում, կարիերայում նույնպես։ Կարող եք ցանկանաք նոր մեքենա գնել կամ մեկնել որևիցե կամ շարժական գույք յուրաքանչյուր այնտեղ մեծ մեքենա եւ այլն։ Եթե ցանկանում եք տեղափոխվել մեկ այլ երկիր կամ բնակարան, դա էլ հաջողությամբ կստացվի ձեզ մոտ կամ քաղաքից քաղաք եք ուզում տեղափոխվել, դա եւս հաջողությամբ կլինի։ Ամեն ինչ շատ արագ կստացվի ձեզ մոտ եւ առանց ոչինչ խնդիրների։ Եթե խնդիրներ ունեք, ապա ելք կգտնեք բոլոր դժվար իրավիճակներում, ցանկացած իրավիճակում ես կասեի։ Որևէ գաղափար կունենաք, թե ինչպես շատ արագ եւ հեշտ լուծել այս կամ այն խնդիրը։ Եվ ձեր գործերը, այն գործերը, որ մնացել էին նոյեմբեր ամսին արագ կանեք կավարտեք։ Տեսնենք ջրհոսներին, այստեղ սա վերցրել եմ որպես սիրտ քարտի եւ այս քարտի միջև։ Սա ամուսնություն է, սա սիրո խոստովանություն է, սա նոր հարաբերություններ են նաեւ, եթե գիտեք, որ պատրաստում եք հարսանիքի, ուրեմն այս ամիս ձեզ համար մեծ տոն կլինի կամ կարող է սյուրպրիզ լինել ձեզ համար եւ ձեր զուգընկերն առաջարկի, որ ամուսնանաք, գուցե ոչինչ առիթ եք գնում եւ այնտեղ առիթի ժամանակը ձեզ ասի։ Նաեւ ձեր զույգի հետ նշանադրության կամ ամուսնության մասին կարող եք խոսել։
Ընտանիքում ամեն ինչ նորմալ կլինի, ձեր թոռները կամ երեխան կարող են սիրահարվել, իրենք կարող են գալ ասել, որ ուզում են ամուսնանալ։ Տանը խաղաղ կլինի եւ հաշտություն։ Ներդաշնակություն։ Մեկը մյուսի հանդեպ լավ տրամադրված կլինեք, տանը սեր կիշխի, ինչ որ մի բան կփոխվի տան անդամներից ոչ մեկի մոտ։ Ամուսինն է վերադառնում տուն, եթե հեռու էր։ Տղան է վերադառնում տուն։ Դե եւ ամուսնության առաջարկը կարող է լինել շատ անսպասելի, որ բացարձակա մարդիկ գիտեն, չէ՞ որ արդեն երկար ժամանակ շփվում են, ոնց որ արդեն գիտեն, որ հա, հեսա էլի արդեն ժամանակն է, խոսում է այդ թեմայի մասին, ուրեմն ամուսնության առաջարկ կանի։ Բայց սա մի տեսակ ամբողջությամբ անակնկալ է էլի ձեզ համար, նաեւ ինչ որ մեկն է ամուսնանում, դա եւս էլի անակնկալ է ձեզ համար, ձեր հարազատներից մեկը։ Եվ տեսնենք ձկներն են ընկել, իրենց քարտն է ընկել, դա բնականաբար գումարի քարտն է, բոլորս գիտենք, ըստ կանխատեսումների, ձկները դա գումարային հաջողություն է ձեզ սպասվում, կարող են ձեր աշխատավարձը բարձրացնել, կարող եք շահել որևէ վիճակախաղում, կարող եք ժառանգություն ստանալ, ամբողջ նոյեմբեր ամսին կարող է շատ գումար աշխատեք կամ աշխատելու հնարավորություն ունենաք։ Նաև կարող է թանկարժեք նվերներ ստանաք, կարող եք բնակարան գնել նաև վաճառել եւ գումարը վերցնել, վաճառել եք, գումարը նոյեմբերին են տալիս, նաև հող կարող եք գնել, կունենաք շատ գումար վաստակելու հնարավորություն եւ կարող է ձեր բիզնեսը ծաղկի այնպես, որ դուք շատ գումարներ աշխատեք այս ամսվա ընթացքում կամ մեծ իր կարող եք վաճառել եւ մեծ գումար գա ձեր ձեռքը, կարող եք նաեւ երկրորդ եկամտի աղբյուր գտնել ձեզ համար, աշխատել եւ ավելի շատացնել ձեր ֆինանսական, բայլավել ձեր ֆինանսական վիճակը, ավելի լավ լինի ձեզ մոտ ամեն ինչ։ Դե այսքանը մնացեք դրական, ամենակարևորը, մտածեք դրականը, որպեսզի դրական էներգիա գա ձեր կյանք, որովհետև սա միայն դրական քարտերն են, սա բացասական քարտ չկա։ Եվ այն ինչի վրա որ մարդը ֆիքսվում է, դա էլ բերում է իր կյանք։ Այսքանը ձեզ համար, լավ եղեք։